Մտավախություն ունեք, պարոն Արաքելյան։ Ինչի վերաբերյալ։ Լավ, ամեն դեպքում կա իրավիճակ, որ փաստացի ընտանիքի անդամներին կալանավորում են, հայր եւ որդի կալանավորված են, եւ ընտանեկան բեռն է ձեր վրա մնացել, քաղաքի բեռն է ձեր վրա մնացել, ոնց եք այդ բեռը կրում։ Պատվով։ Դժվարություններ կան։ Ոչ, հաղթահարում ենք։ Մարտից ծնված օրվանից դժվարություններով է ծնվում։ Հաղթահարում ենք, Աստծո հետ պատվով ամեն ինչ առաջ։ Վերջը սրա ինչ եք տեսնում, պարոն Արաքելյան, ինչ կլինի, կարող է պարոն Ղուկասյանը գնա իշխանությունների հետ համբերեն նակեց է։ Իր խոսքն եք կրկնում։ Իսկ կներեք, հնարավոր է Մասիսի քաղաքապետի օրինակ ունենանք, երբ որ հրաժարվեց քաղաքապետի պաշտոնից եւ ձեր թիմակիցներից որևէ մեկին ընտրեցին։ Այլ ճիշտ ասած այդ իրավական բաների մեջ չեմ խորացել, բայց Ղուկասյանը հիմա գործող քաղաքապետն է, ես փոխարինողն ենք եւ այդպես շարունակում ենք։ Իսկ կապված քաղաքում բողոքի ակցիաների արդյունքում մի շարք մարդկանց ձերբակալելու այդ վախի մթնոլորտը կա Գյումրիում, չխոսեմ քաղաքացիներից հարցնեք, ինձ թվում է կա։ Դժվարություններ չեք կրում քաղաքը եւ առաստակ ընտանիքի անդամների բնականon շարունակում է քաղաքը իր աշխատանքները։ Մտավախություն չունեք, որ ձեր շուրջը պարոն Արաքելյան կփորձեն ձեզ էլ ինչ-որ քրեական գործերով ձեր հետևից գան։ Ձեզ ասեմ, այստեղ բոլոր ընդդիմական դաշտում ով իրավունքից ընդդիմություն է, ով լիարժեք ընդդիմություն է, բոլորն էլ թիրախավորված են։ Ամեն դեպքում մտավախություններ ունեք։ Մտավախությունը այսպես է, ասեմ ձեզ, ամեն ինչ կարող է լինել, բայց մենք աշխատում ենք, մեր բնական աշխատանքը շարունակում ենք։ Վնասված գույքը վերականգնվեց Գյումրիի բան։ Այս պահին չէ։ Շարունակվում է կոտրված մնալ ամբողջ։ Այո, գրություն ենք կերել ոստիկանություն, եթե թույլ կտան, մենք մեր ուժերով կվերականգնենք։ Դեռևս պատասխան չունեք ոստիկանությունից։ Չի եղել դեռևս պատասխան։ Իսկ ի վերջո բոլորին անհասկանալի մնաց, ինչու էին վազում իրավապահները Վարդան Ղուկասյանին այդ օրը շենքից դուրս հանելու մտավախությունն էին, որ քաղաքացիները ոչ թե վազում էին, վազեցնում էին, իրանք եթե նկատել եք թևերի տակն էին, այդպես արագ էր ստացվում։ Ինչու, պարոն Արաքելյան, ասում էին պատուհաններից ապակիներ էին կոտրում եւ այլն, դա է պատճառն եղել, որ իրավապահները մտավախ։ Այդ ճիշտ ասած ես կադրներով եմ տեսել, չեմ տեսել ինչ որ ապակիներ կոտրել եւ այլն։ Այդ բանը չեմ տեսել։ Վարդան Ղուկասյանը ըստ ձեզ կեթա իշխանությունների հետ բանակցության եւ հավերժ բանտում չի մնա։ Ո՞վ է ասել, որ հավերժ բանտում է մնալու։ Դե ըստ էության հավերժ բանտում, թե ամեն դեպքում իշխանությունների հետ չկա, ես վստահ եմ, որ արտարությունը կվերականգնվի։ Չկա այդպիսի բան, լավ կլինի ամեն ինչ։